Որդեգորույս մայրերին բռնության ենթարկելու փաստով քրեական գործ հարուցելուց 2 շաբաթ անց պաշտոնապես դեռ չի հաղորդվում, արդյոք որևէ մեկին մեղադրանք է առաջադրվել եւ կա արդյոք կասկածյալ։ Այս մասին Ազատության հարցերին պատասխան քննչական ծառայությունը միայն պատասխանեց, նախաքննությունը շարունակվում է։ Քրեական գործի ընթացքի մասին ծառայությունը տեղեկություններ չի հաղորդում նաեւ բռնության ենթարկված կանանց։ Նախագահական նստավայրի առջև բողոքի ցույցի մասնակից ոստիկանների կողմից բռնության ենթարկված կանայք մինչ այժմ ոչ հարցաքննության են կանչվել, ոչ էլ առերեսվել ոստիկանների հետ։ Բանակում մահացած Արթուր Ղազարյանի մայրը Իրինա Ղազարյանը պնդում է, իրավապահների այս լռությունը հաստատում է իր կասկածները, որ նրանք գործը կոծկելու են։ Ոչ մի բան, ոչ եկեք, ոչ հարցաքննություն, ոչ մի բան։ Ես ասի նույն ծրագիրն է իրանցը։ Իրան կծկծկեն ու վերջ, ու ոչ մի բան չեն անի։ Դեպքից հետո Իրինայի առողջական վիճակը վատացել է, 3 սրտի գանգատով տեղափոխվել է հիվանդանոց։ Որդեգորույս մայրը զայրացած է, ինչ են արել իրավապահները անցած 2 շաբաթվա ընթացքում, այն դեպքում, երբ բռնությունը պատկերող տեսագրություններ կան։ Ամեն փաստերն էլ ունեն, եթե իրանք կուզենան 10 րոպեում այդ գործը կբացահայտվի, որովհետև բոլոր փաստերով նկարված է։ Իսկ ինչու են լռում մինչև։ Լռում են, որովհետև իրանք ձեռ չի տալի, ես որ ասեմ իրանք սեփականությունն է դա, իրանք սեփականությունն է։ Մենք պետական ոչ մի բան չունենք, քանի գոյություն ունի Սերժ Սարգսյանը, Գևորգ Կոստանյանը, Սերյան Օհանյանը, քննչական բաժինը մեր ժողովրդի վիճակն էլ էս պիտի լինի։ Այն, որ ոստիկանների գործողությունների իրավաչափությունը քննող իրավապահները լռություն են պահպանում եւ չեն իրազեկում, թե ինչ փուլում է գտնվում քննությունը, իրավապաշտպան Վարդան Հարությունյանին չի զարմացնում։ Բացահայտումն իրենց ձեռնտու չէ, անցած տարիների փորձն է թույլ տալիս նման եզրահանգում անել։ Պետք է անպայման լուրջ նախաքննություն վարվեր, որովհետև տեղի ունեցել, կարծում եմ, Հայաստանի պատմության մեջ ծանրագույն հանցագործություններից մեկը խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների մայրերին, սևազգեստ մայրերի նկատմամբ բռնություն եւ ուժ են կիրառել։ Ես կարծում եմ, որ համապատասխան մարմինները երկրի քաղաքական իշխանության հենց պահանջով պետք է շատ արագ հարուցեին քրեական գործ եւ արագ նախաքննեին, բայց մեր իրականությունը ցույց է տալիս, որ մեր իշխանությունները շատ կարողանում են օպերատիվ լինել եւ արագ քրեական գործեր հարուցել, երբ որ խոսքը վերաբերում է ընդդիմադիր գործիչներին կամ անմեղ քաղաքացիներին կամ ասենք խեղճ ու կրակ քաղաքացիներին։ Իրավապաշտպանի դիտարկմամբ, եթե անգամ իրավապահները նմանատիպ դեպքերում քրեական գործ են հարուցում, դրանք ի վերջո ձգձգվում են, ինչպես որդեգորույս մայրերի դեպքում, ոստիկաններն էլ որպես կանոն չեն պատժվում կամ առավելագույն դեպքում կարգապահական տուժի են ենթարկվում։ 2 շաբաթը նույնպես ժամանակ է, որ ընթացքում կարելի է ինչ-որ բան անել։ Ես չեմ ասում կարելի է ինչ-որ բան անել արագ կամ դանդաղ, բայց ինչ-որ բան անել։ Իսկ ոչինչ չանել 2 շաբաթ անընդհատ նշանակում է անել այն, ինչ որ անում են միշտ։ Երբ որ պետք է եղել կամ ստիպված են եղել ոստիկանության նկատմամբ կամ ուժային կառույցների նկատմամբ ինչ որ քայլերի դիմել, չկամորեն, չցանկանալով, դրա համար սկզբից ինչ որ աղմուկ են անում, ինչ որ գործընթացի իմիտացիա են ստեղծում, որը կամաց պետք է կամ մարի, կամ պետք է ունենա ոչ այն ավարտը, որ կսպասեր հասարակությունը։ Շատ տեսագրություններ են եղել մեր պատմության մեջ, մարտի 1-ի տեսագրություններն էլ կան, այլ հանցագործությունների տեսագրություններ կան, այսինքն սա նորություն չի մեզանում եւ զարմանալու կարիք չկա։ Սևազգեստ կանայք չեն պատրաստվում ընկրկել, շարունակելու են բողոքի ձայնը բարձրացնել հենց նախագահականի առջև, արդարադատություն պահանջելով գերագույն գլխավոր հրամանատարից։